Ողջույն, իմ սիրելի կույսեր, ասցենդենտի նշանով եւ արևի նշանով այսօր մայիսի 28-ն է իմ օրացույցով Յուպիտերի օրը եւ իհարկե դες եւս շատ պատահական չէ, որովհետեւ Յուպիտերը արդեն մայիսի ներողություն հունիսի 30-ին ինքը կմտնի ձեզ նախորդող նշան, այսինքն բավականին արդեն մոտենում է ձեզ մյուս տարի այնպես որ ձեր նշանում է լինելու եւ հիմա ինքը ձեզ կարծես թե նախապատրաստում է այնպես որ սա նկատի ունեցեք սիրելի գույսեր եւ ուրեմն նշան որ դուք 7-րդ տեղից շարժվել եք առաջընթաց եք ունեցել դեպի 6-րդ տեղ, այսինքն փակում եք առաջին 6-նյակը եզրափակում եք դուք եւ հիմա ես կներկայացնեմ ինչպես արդեն հասկացաք հունիս ամսվա համար կանխատեսումը, տեսնենք ինչ փոփոխություններ կլինեն ամենայն դեպս իհարկե գիտեք ներկայացնում եմ տրանզիտները եւ տեսնենք ինչ ընդհանուր այդպես փոփոխություններ կլինեն եւ ինչպես տրանզիտները կանդրադառնան նաև հիշեցնեմ, որ սա յուրաքանչյուրն ունի իր անձնական քարտեզը, մոլորակների իր դասավորությունը, ավելի մանրամասն ներկայացնել հնարավոր չէ, բայց այդպես ընդհանուր տրամադրությունը դա իհարկե բավականին կարևոր է, եթե դուք գիտեք ձեր նշանները ինչպեսի դասավորություն ունեն, ինչ աստիճաններում են եւ այլն, այս դեպքում արդեն շատ ավելի հեշտ կլինի ձեզ համար։ Ինչևէ, ուրեմն հունիսին մենք ունենք ինչպես միշտ նորալուսին, լիալուսին արևը կփոխի իր նշանը, Մերկուրին է փոխելու իր նշանը ինքը հենց հունիսի 1-ին կմտնի խեց գետնի նշան։ Դա բնականաբար ձեզ համար շատ ավելի լավ է, այստեղ դրական էներգիան է կուտակվում, ինքը հենց այդտեղ հունիսի 29-ին հունիսի 29-ից մինչև հուլիսի 24-ը լինելու է հետընթաց Մերկուրին եւ Յուպիտերը, ինչպես որ ասացի, հունիսի 30-ին հենց լիալուսնի օրը տեղի ունենում գիշերը լիալուսինը եւ հետո արդեն Յուպիտերը այդպես մուտք է գործելու առօրյա նշան ձեր նախորդող նշանը այնուհետև Վեներան եւս ձեր նախորդող նշանը կմտնի առօրյա նշան Մարսը երկվորյակ արդեն ամսվա վերջին կարելի ասել եւ իհարկե հունիսի 21-ին արևը կմտնի խեց գետնի նշան գիտեք մեծ հաշվով եթե ընդհանուր այսպես նայում ենք ձեր քարտեզին իհարկե ուզում եմ նշել, որ 31-ի լիալուսինը ես չգիտեմ, որ երկվոր կույսերի մոտ ինչպիսի իրավիճակ է բոլոր դեպքերում ուրեմն այս լիալուսինը այդքան էլ լավ չի ընդհանրապես ես արդեն խոսել եմ մայիսի մասին, որ տարվա միակ ամիսը որ ունի երկու լիալուսին եւ համենայնդեպս մայիսի 31-ին շատ ավելի կոնկրետացնենք, որովհետև այսօր 28-ն է, գրեթե բան չմնաց, ինքը ոչ լավ լիալուսին է, երևի որոշ կույսեր արդեն դա զգացել են, չնայած իրանք վաղուց են արդեն զգում, իրենց մոտ այդ դժվարությունները կա, որ ես վաղուց զգուշացրել եմ Ահա, պարզապես գիտեք, մեկը մյուսի հետ կապված է, հունիսը ներկայացնելու համար ես պիտի հատկապես կույսերի համար, որտեվ իրանք շատ բծախնդիր են ու ամեն ինչ պիտի տեղը տեղին լինի։ Ես դրա համար այդպես մանրամասնում եմ, դժգոհ չլինեն հանկարծ կույսերը։ Եվ այս 31-ը երբ որ կանցկացնեք, այդպես ինքը փաստորեն այսպեսի իրավիճակ է նախ միջավայրի կոլեկտիվում ձեր գաղափարակիցների հետ որոշակի հարցեր կլինեն, հարաբերություններ կփորձեք բարձել կամ այդտեղ ինչ-որ փոփոխություններ հնարավոր է, գիտեք, ուշադիր եղեք, հարցեր կան, որ ուրեմն այդտեղ է թաքնված ձեր ուրեմն պատասխանը, որ դուք փնտրում եք միջավայրի հետ, միգուցե միջավայրի փոփոխություն, միգուցե կոլեկտիվի փոփոխություն մեծացնում է կամ ինչ-որ բան փոխվում է կամ դուք եք գնում կամ եթե դուք ղեկավար եք ձեր ձեռքում է այդտեղ կոլեկտիվում փորձում եք հարցեր բարձել եւ հասկանալ ինչ է կատարվում եւ այդ հարցին լուծում տալ նայած իհարկե ըստ ձեր անձնական քարտեզի ինչ կարգավիճակում եք գտնվում որովհետեւ նաեւ ապագայում այստեղ միգուցե որոշ մարդկանց մոտ այստեղ փոփոխություն կա նաեւ արտերկրի հետ կապված եւ ոմանց մոտ այստեղ ամիսներ առաջ սկսվել է ուրեմն
իրենց կարիերայի հետ կապված փոփոխություններ են եղել եւ ոմանց մոտ եղել են, ոմանց մոտ կլինեն։ Այնպես որ առաջիկա տարիներում ասցենդենտով կույսեր ձեզ մոտ անպայման այդ փոփոխությունները կլինեն եւ հարկ կլինի վերանայել, որովհետեւ գիտեք, այստեղ փոփոխություններ են լինելու ապագայում, լավ, ես դրան հետո կանդրադառնամ եւ այսինքն դուք ինչին ապագայում ինչին ավելի շատ պետք է ուշադրություն դարձնեք, այս հարցն է, բայց եկեք դա շրջանցենք եւ ընդհանուր ես ուզում եմ նշել նորալուսինը կարևոր են օրերը եւ ժամերը, ըստ իս դրանք շատ կարևոր ինֆորմացիա, որքան որ դուք կարող եք ձեզ մոտ ունենալ, բոլոր դեպքերում ես նշեմ, որտեվ չեք կարող իմանալ, ասենք որ նշանում է, կարող եք տեսնել իմանալ այսինչ օրը, բայց նշանը դժվար թե։ Ինչևէ, հունիսի 15-ին արևև լուսինը կմիավորվեն 25 աստիճանում եւ երկվորյակի նշանում տեղի կունենա նորալուսինը առավոտյան Հայաստանի ժամանակով 6:33 րոպե 58 վայրկյան, տեսնում եք այստեղ ես որ ասացի ինչ որ միջավայր փոխել, աշխատանքը կարող է փոխվել, նպատակները ընդհուպ կարող են փոխվել, կույսերի մոտ շատ մեծ փոփոխություններ են լինում, ես նրան նշեմ նորից անդրադարձել եմ, զգուշացրել եմ, որ փոփոխություններ լինելու են կույսերի մոտ, բավականին շատ իրենք պիտի պատրաստ լինեն, իսկ ում որ հետաքրքրում է ինքը արդեն կարող է, ասենք տես, ես նշել եմ, որ նշաններն են, որ իրենք ավելի շատ կզգան խորհրդատվության կարիք, որտեղ իրենց մոտ փոփոխություններ են լինում, ովքեր դա հասկանում են այդ նրբությունը, իրենք օգտվում են այդ խորհրդից, ովքեր չէ, այդպես փորձում են ինքնուրույն այդ հարցերը, որքանով որ դա իրենց կհաջողվի այդ հարցերը կարգավորել կամ անցնել այդ խնդիրների միջով, ինչևէ այստեղ շատերի մոտ նոր աշխատանք, նոր դիրք, ուրեմն նոր նպատակներ, այսպիսի ուրեմն հարցեր կառաջանան, կփորձեն այդտեղ նոր սկիզբ դնել, ինչպես որ դա կհաջողվի եւ 30-ին տեղի կունենա լիալուսինը, արևելյան լուսինը կհակադրվեն 9 աստիճանում Հայաստանի ժամանակով գիշերը 3:56 րոպե 29 վայրկյան եւ այն տեղի կունենա այծեղ ջուրի նշանում, դուք հողի նշան եք, այստեղ եւս հողի նշան է, ուրեմն լիալուսինը այսինքն լիալուսինը շատ ավելի ձեզ համար բարվոք տարբերակ է, բոլոր դեպքերում ինչ որ թեմաներ ձեր անելիքները ձեզ համար པարզ կլինեն եւ դուք ձեր հետագա անելիքները հավանաբար ձեր բիզնեսի հետ կապված կամ հարաբերություններում կամ երեխայի հարցով ձեր ապագայի հետ կապված այդ բոլոր հարցերը ես կարծում եմ ձեզ համար པարզ կլինի, արդեն կավարտվի ինչ որ առումով որոշ մարդկանց մոտ, որտեղ սա պայմանավորված է ձեր անձնական քարտեզով, սա անպայման նշեմ, որտեվ ես այն ինչ որ ներկայացնում եմ տրանզիտներն են, ընդհանուր տրամադրություններն են եւ ինչպես որ արդեն ասացի, հենց հունիսի 1-ին Մերկուրին կփոխի իր նշանը, կմտնի խեցգետնի նշան, որտեղ որ արդեն հունիսի 29-ից հուլիսի 24-ը լինելու է հետ ընթաց 30-ի Յուպիտերը կմտնի ուրեմն առյուծի նշան եւ իրեն կհետեւի ավելի շուտ Վեներան կմտնի, հետո նոր Յուպիտերը կմտնի առյուծի նշան, սա ձեր նախորդող նշանն է, կարևորը ես դրա համար նշում եմ եւ Մարսը կմտնի երկվորյակի նշան, իսկ արևը արդեն հունիսի 21-ին կփոխի իր նշանը։ Ես անպայման պիտի, ինչպես ասում են, նշեմ մոլորակները փոխում են, որտեղ մարդիկ կան, որոնք քիչ թե շատ հասկանում են, իրենց հետաքրքիր է թե ասենք ինչպիսի տրամադրություններ են, ինչ է լինում եւ այլն։ Եվ այս կերպ իրեն կարող են հասկանալ Ահա, եւ գիտեք ինչ, բոլոր դեպքերում այս դասավորությունները կույսերի համար շատ ավելի լավ է, իրենցից պահանջում է, ինչպես ասացի, արդեն իրենց կոլեկտիվում որոշակի հարցեր, հարաբերություններ, պարզել միգուցե փոփոխություն կլինի, իրենց պետք կլինի նոր միջավայրի հետ արդեն շփում ունենալ, այստեղ պիտի վերանայեք, շատ հարցեր պիտի վերանայեք եւ ձեզ այդ հնարավորություն արդեն ամսվա վերջին կտրվի եւ անպայման այդ հարցերը կարգավորեք ձեր միտքը, ուրեմն
ուղղվածությունը, ինչպես պետք է անել, ինչ պետք է անել, դուք սովորաբար շատ լավ եք անալիզ անում, սիրելի կույսեր, ձեր մոլորակը Մերկուրին է, ես այդպես շատ կանգ եմ առնում, որտեղ Մերկուրին լինում է խեցգետնի նշանում հետ ընթաց եւ դա ձեր մոլորակն է, այնպես որ ուշադիր եղեք եւ փորձեք դա դուք կարողանում եք, փորձեք լավ վերլուծել եւ հասկանալ հետագա ձեր անելիքները, միգուցե գնում եք արտերկիր, այդպես պլանավորել եք գնաք այնտեղ աշխատելու, եթե այդ հնարավորությունը ունեք, որտեվ շատերի մոտ այդ փոփոխությունը կա, կամ փոխել իրենց օֆիս աշխատավայրը կամ մեծացնել կամ փոքրացնել կամ ինչ որ այդ փոփոխությունը ուրեմն կա արդեն երկար ժամանակ է եւ ոմանց մոտ էլ հիմա է կատարվում նորից ձեր անձնական քարտեզով պայմանավորված այնպես որ ձեր մոլորակը հետընթաց կլինի բոլոր դեպքերում այնպեսի նշանում է այնպեսի դասավորությունը ձեզ համար դա բարվոք է ես կարծում եմ դուք կհասնեք ձեր ուզած ձեր նպատակին արդյունքին ձեզ համար ցանկալի արդյունք դուք կունենաք ես համոզված եմ իհարկե մնացած արդեն պայմանավորված է ձեր անձնական քարտեզով բոլոր դեպքերում խոսակցությունը արտերկրի մասին երեխաների հետ կապված եւ այլն այդ ամենը արդիական է եւ ուրեմն ձեզ մոտ այն անպայման լինելու է այնպես որ այստեղ միգուցե գաղտնիքներ բացահայտվեն միգուցե ինչ որ հանդիպումներ լինեն քննարկումներ լինեն նաև այսպիսի տրամադրություններ մենք ունենք եւ իհարկե ինչպես որ ասացի արևը եւս գիտեք արևը կմտնի խեցգետնի նշան որը ձեզ համար շատ ավելի լավ է քան որ ինքը գտնվում է հիմա գտնվում է երկվորյակի նշանում իհարկե խեցգետնի նշանում շատ ավելի ուրեմն ինքը լավ դիրքում է այստեղ ավելի լավ էներգիա է կուտակվում ձեզ համար շատ ավելի լավ է տեսեք ձեր դեպքում եւս ստացվում է որ մոլորակների դասավորությունը շատ ավելի ուրեմն բարվոք վիճակում է եւ ես ուզում եմ ձեզ զգուշացնել հիմնական իրադարձությունները կատարվում են 20-ից հետո եւ ուշադիր եղեք մասնավորապես ուրեմն դա ոմանց կարող է վերաբերել իրենց ասենք ղեկավարի հետ կարող են հարցեր ունենալ ոմանց մոտ արտերկրի հետ նրանք ովքեր դասավանդում են կամ իրենք են ուսանող այստեղ որոշակի խնդիրներ կարող են առաջանալ ինչ կլինի դա ձեր անձնական քարտեզը ցույց կտա մեկի մոտ դա կարող է լինել ընդգծված մեկի մոտ շատ թույլ որ ինքն էլ կարող է չզգալ բոլոր դեպքերում ընդհանուր դա կա նայած ու մոտ ինչպես կարտահայտվի եւ ընդհանրապես գույները թանձրանում են ավելի շատ գործողությունները հունիսի վերջին եւ կարծես թե դա կատարվում է հուլիսին հունիսը նախապատրաստվում է հուլիսի համար իրադարձությունները ահա այսպեսին են եւ ինչպես որ նշեցի ձեր մոլորակը կարևոր իրադարձությունը որ ձեր մոլորակը դառնալու է հետընթաց եւ դուք այդպես պիտի վերլուծեք հասկանաք ինչ է կատարվում դա կարող է լինել երեխայի ընտանեկան հարցեր եւ ապագայում ասենք երեխա ունենալու հարցեր երեխային պահելու ավելի շատ ժամանակ տրամադրելու ընտանիքին եւ այլն կամ ասենք թորնիկին են պահում իրադարձությունները կամ ինչ որ հիվանդ ունեն տանը այդպես կամ այլ իրադարձություններ, տեղափոխություններ եւ այդպես ժամանակը տրամադրում են այդ թեմաներին կամ այլտեղ են տեղափոխվում, ասենք աշխատանքը, այլ օֆիս մեծացնել կամ տեղափոխվել եւ այլն եւ այդտեղ աշխատանքներ են տարվում իհարկե նաև ապագայում այնպես որ այստեղ դուք շատ ակտիվ կլինեք ձեր նպատակների հարցում բնականաբար կհասկանաք բայց ես անպայման նշեմ որ նոր գործ չենք սկսում ստացվում է հունիսի վերջին է այսինքն եթե ինչ որ գիտեք ինչ որ փոփոխություններ եթե ունեք անելու ես ձեզ նշեմ որ դա կարող եք անել մինչև եթե ինչ որ մի նոր բան եք ուզում սկսել բոլոր դեպքերում մինչև հունիսի 15-ը եւ մինչև հունիսի 15-ը որովհետեւ դրանից հետո բոլոր դեպքերում խորհուրդ չի տրվում ավելի շատ մենք վերանայում ենք այն ինչ որ արել ենք հիշեք որ Մերկուրին ձեր մոլորակն է եւ դուք շատ
էլ ավելի ուրեմն ձեր միտքը միգուցե այն ինչ որ ինքը երբ հետընթաց է ձեզ չի բավարարում, դուք չեք կարողանում դրանից կարող եք ավելի նյարդայնանալ, որ ինչու ես այս հարցը չեմ կարողանում լուծել, ինչ է սա այսպես, ինչու է նա այնպես, ու դա ձեզ կարող է նյարդայնացնել, այնպես որ մի նյարդայնացեք, խնայեք ձեր ներվերը եւ ընդհակառակը փորձեք վերլուծել եւ հասկանալ, այսինքն շատ ավելի մեղ մոտենալ հարցին եւ ոչ թե դրանով վնասեք ձեր առողջությունը։ Սա էլ էսպես եւ իհարկե ինչպես ասացի մոլորակների դասավորությունները շատ ավելի բարենպաստ են ձեզ համար, իսկ կարծում եմ դուք այդ խնդրից կկարողանաք դուրս գալ եւ հիշեք, որ կարող են փոփոխություններ լինել ձեր նպատակներում, ձեր կարիերայի հարցում, այնպես որ ունեցեք նաև B պլանը, C պլանը։ Սա իմ խորհուրդը ձեզ, որպեսզի անակնկալի չգաք, այսպես կարող եմ ասել, դա ընդհանուր հիմա ես վաղուց եմ իհարկե զգուշացնում, բայց մեկ անգամ եւս, որպեսզի դուք անակնկալի չգաք, որտեղ դուք չգիտեք ձեր քարտեզը։ Դուք չգիտեք, տեսեք, ես հենց այս 2 տարի ասում եմ, որ ավելի կարևոր են ուրեմն կույսեր, երկվորյակներ, ձկներ եւ աղեղնավորներն ու մինիմալ ձկները իրենք ավելի քիչ են, ասենք վնաս կրում, շատ քիչ։ Հիմնականում ավելի վնասված են աղեղնավորները, երկվորյակները եւ կույսերը, ուստի կամ սա վերաբերում է նաև բոլոր այն մարդկանց, ում ասցենդենտի նշան են իմ նշածս 3 նշանները, այնպես որ եթե ունեք լուրջ բիզնես կամ ինչ-որ կարևոր գործեր են կամ ասենք երկրից դուրս գալ, հիմնականում այդ մարդիկ են դիմում ուրեմն խորհրդակցության, հա, այնպես ուղղակի դիմել դա այդքան իրական չի, այսինքն ես նշում եմ այս մարդկանց մոտ է փոփոխություն լինելու, ես նախորդ դա ասում եմ, որպեսզի անակնկալի չգան, որ այ ձեր մոտ լինելու է փոփոխություն եւ դուք ունեք խորհրդակցության կարիք։ Ես նախապես եմ նշում, որպեսզի դա ձեր մոտ չկատարվի ու հետո այդպես անակնկալի գաք, վայ, ես չգիտեի, մոտ էսպես եղավ, այնպես է, դա նախորդ է պետք խնդիրը իմանալ եւ լուծել, ոչ թե երբ դու խնդրի մեջ ես գտնվում, այդ ժամանակ շատ դժվար է, շատ, արդեն դու չես կարող ինչ-որ բաներ փոխել, որտեղ դրանք արդեն կատարվել են։ Ինչևէ, ես սրանք էին հիմնական իրադարձությունները, խորհուրդը ուրեմն սա է եւ մի քանի ամիս 1-2 ամիս հետո, ոչ թե մի քանի, այլ 2 ոմանց մոտ 3 ամիս հետո արդեն հնարավոր է որոշակի թեթևություն զգաք, ոմանք նորից պայմանավորված է դա ուրեմն անձնական քարտեզով, հա, սա անպայման նշենք։ Այսքանը սիրելի կույսեր, լավ եղեք գրեք ձեր տպավորությունների մասին, որքանով են ուրեմն օգտակար լինում իմ խորհուրդները ձեզ, որովհետև ես կարծում եմ դուք Մերկուրին եք, ես դրա համար այսպես մանրամասնում եմ։ Գիտեք, ոչ թե նշել այս մոլորակը այստեղ է, այս մոլորակը այստեղ է ու դրանով ավարտել, այստեղ ավելի կարևորը խորհուրդ տալը։ Գիտենք, որ մոլորակներն այդտեղ են, բայց մենք պիտի խորհուրդ տանք, որպեսզի մարդը իմանա ինչ անի, նախապես զգուշացնենք, որ մարդը իմանա ինչ է անում, ինչեր են սպասվում, ինքը պատրաստվի դրան կամ ինչ որ բան փոխի։ Սրանում է իմաստը, այնպես որ հարգելիներս ձեր մոլորակը լինում է հետընթաց, դուք արդեն գիտեք, նոր գործ չեք սկսում, փորձում եք այն ինչ որ հավաքվել են խնդիրները դա վերլուծել, դա ձեզ կհաջողվի, դուք կարողանում եք շատ լավ վերլուծել եւ իհարկե հասկանալ ինչ անել, այստեղ մի քիչ ավելի միտքը ցրված է լինում, ավելի մենք հակված ենք ինչ որ իրեր կորցնելու եւ կամ չնկատել շատ հարցեր, ուստի պահանջվում է լինել, այսինքն ավելի հասկանալով, որ դա ցրվածություն է բերում, մենք լինենք էլ ավելի ուշադիր, հա, ասենք երբ Մերկուրին հետընթաց է լինում, ես արդեն ֆիքսում եմ վերջ Մերկուրին հետընթաց է, ես պետք է լինեմ շատ ուշադիր, որ հանկարծ այս իրը չկորցնեմ, այս փաստաթղթերի հետ կապված ինչ որ խնդիրներ չլինեն, գործերը հետ չընկնեն, ես պետք է ուսումնասիրեմ, գտնեմ այս ինչ որ թեման եւ այլն, հա, այսպիսի հարցեր կլինեն եւ դուք հավանաբար նաեւ կխորհրդակցեք ձեր հին ընկերների հետ, մասնագետների հետ, ձեր բնագավառի, որպեսզի
ասենք ունենաք, շատ կարևոր է քննարկեք իրենց հետ եւ գտեք, ասենք, եթե չեք գնում խորհրդատվության ձեր մասնագետ ընկերների հետ, անպայման մասնագետների հետ, ամեն պատահած մարդու հետ չեն քննարկում ոչ մի բան, իրենց հետ քննարկում եք եւ կարող եք գտնել ձեր հարցի պատասխանը։ Այսքանը, լավ եղեք, անպայման գրեք տպավորությունների մասին, ինչպիսին էր արդյոք ձեզ խորհուրդը իմ օգտակար եղավ։ Այսքանը, լավ եղեք, իսկ մենք կհանդիպենք հաջորդ ամիս առայժմ։